Ուշադրություն Ռուսաստանահայերին ամեն մի հարց ունի մեկ պատասխան, եւ ընդհանրապես աշխարհում գտնվող բոլոր հայերին։ Երբ որ ասում եմ ամեն մի հարցի համար գտնենք մեկ պատասխան, դա նշանակում է, որ այն ինչ ասվում է, եթե դա ուշադրության չի արժանանում, ապա հետագայում դառնում է մեծ չարիք ձեզ համար։ Նիկոլի ամեն մի արտահայտությունը դա վիրավորանք է հայ ազգին, իսկ թուրքը կոտորելով 1915 թվականին եւ այլն այդքան վնաս չի տվել, քանի որից հետո հայ ազգը ծաղկեց եւ նշտե առաջարկեց, որ դուք մեծ արարիչ ազգի զավակներն եք, իրավունք չունեք ընկճվելու, դա երևույթ էր տեղի ունեցել, բայց այսօր այն երևույթը, ինչը տեղի ունենում ներսից, դա պայմանավորված է բրուտագործի հետ եւ Նիկոլ եւ Նիկոլի նմաններին հեռացնելը թեկուս նորից հայ ազգը վերանա, բայց արժանապատիվ ձևով դա ավելի ցանկալի է, քան այս նողկալի իրավիճակը, ինչը կատարվում է Հայաստանում։ Ինչու եմ գրել ուշադրություն Ռուսաստանահայերին։ Այս երևույթը սա պատահական չէր։ Ազերիները Ռուսաստանում, ազերիները ինչ-որ 50 հոգի Ռուսաստանում, այդ գողականներ եւ այլն նման ձևով են արտահայտում, գողականներ դա կոչվում է պետության հետ համագործակցող մարդիկ, որոնց տալիս են մեծ հնարավորություն, ինչպես բրուտագործն է տվել սրան մեծ հնարավորություն, կարաս սրան էլ ծնկի բերես, սրան էլ ծնկի բերես, ինչ կուզես ասել, իսկ բրուտագործը սրան սրահանգ է տվել, երկուստ էլ պետք է կզեք, սա ինչ կասի, խաղի իմաստը այդպիսին է։ Դրա համար էլ այս փողասեր տականքը ներողություն էր խնդրում, որ դա շփոթմունք է եւ ինչ որ մեկին ազատեցին, բայց սա սկիզբն է, ինչի սկիզբն է սա նրա սկիզբն է, թե ինչպես են ազերիները նաև Ռուսաստանում ոչնչացնելու հայերին եւ Ռուսաստանի ոստիկանությունն ու կառավարությունը թեւոթի գունք է կանգնելու ազերիներին։ Քանի որ ռուսները դրանք իրականում նույն թաթար մոնղոլներն են եւ երեքից մեկին ում հարցնում ես թեկուզ Մոսկվայում թաթար է, ազգությամբ թաթար է, թեպետ ռուս է գրված, երբ որ շատ խորանում ես եւ մոտիկից հարցնում, ապա տեսնում ես, որ այդպես է։ Եվ նրանց այրան մեջ կա, որպեսզի թալանեն, կողոպտեն։ Եվ այսօր են բան է, երբ որ ազերիների ձեռքով պետք է դա կատարեն, հետո էլ ասեն մենք ինչ անեինք, եւ դա հրաման է տրվել, ոչ թե սա է դա ցանկանում անել կամ ոչ թե սա է դա ցանկանում անել։ Սրա համար ցանկալի է, որ հայերը մնան Ռուսաստանում, թեկուս այն հայերն են, որոնք թեկուս ռուսի անունազգանունով, որոնք 6-7 միլիոն են կազմում, ժամանակին շուռ են տվել անունազգանունները, որոնք ինժեներատեխնիկական, գիտական բարձր պաշտոնների գործերի են, սրան պետք է բրուտագործին, որպեսզի դրանք հեռանան Ռուսաստանին եւ Ռուսաստանը իրոք դառնա ինչպես ժամանակին Թետչերներ Բրեժնևին ասել, մեզ պետք է 30 միլիոն մարդ, որպեսզի մեզ մատակարարի Մենդելեևի Աուսյակի էլեմենտները։ Եվ սա է այն ամեն մի հանելուկը, որ սրան Գերմանիայից բերեցին, այս տականք լրտեսին, նույնն էլ սրան երկար տարիներ դրել են եւ ձեռք գլխի տակ փափուկ բարձ դրել 14 թվականին 2014 թվականին ես ահազանգեցի, որ սա գնացել է բրուտագործի մոր մոտ եւ բրուտագործների այն պալատում, որտեղ որ ընդունելություն են կատարում օտարների, այդ պալատում սա ինքը մեխը մխում էր, որպեսզի Շուշիի նկարը, յուղանկարը կպցնի բրուտագործների պատին։ Այսինքն, եթե դուք մտածում եք, որ բրուտագործները դրանք ղեկավարություն են եւ այլն, ապա նրանք նույնպես պարազիտներ, նրանք նույնպես բանդիտներ, նրանք նույնպես ավազակներ են։
մեկ կարծի, որ մարդը ինչ-որ ղեկավար է կամ այս է կամ այն է, եթե նա ավազակություն է կատարում, այսինքն նա ավազակ է, իսկ նորմալ երկրի ղեկավարը այն էլ այդ աստիճանի պարավի մասին է խոսքը, նա այս սրիկայի ձեռքի չեր վերցնի և այդ նկարը և թույլ տար իր պատին կախեր և Արցախյան ձին իբր Ղարաբաղյան ձի է, իրենք են աճեցել դարերի ընթացքում բերել է նրան նվեր է տալիս, 14 թվականին այդ ֆիլմը կա, կամ սրա էջում կարող եք դա գտնել, կամ այդ թվականներին իմ էջում նույնպես կա այդ ֆիլմից հատվածներ, թե ինչպես է պարավը ոգևորված սրանով, և պարավի հետնորդը բրուտագործը հենց դա էլ կատարեց, որպեսզի ամբողջությամբ Արցախը դատարկվի և տրվի սրանց, և դա բավական չէ, պետք է հայերին ընդհանրապես քշել, ավիրել, որպեսզի հայերը չլինեն ընդհանրապես ոչ մի տեղ, միգուցե հայերի մի մասին թողնեն Եվրոպայում և Միացյալ Նահանգներում նրա համար, որպեսզի դեռ պետք գան ինչ-որ գործով աշխատելու գիտատեխնիկական կամ գիտության մեջ, բայց մնացածը պետք չեն, 10 միլիոն հայը վնաս է բրուտագործին, քան 7 միլիարդ երկրագնդի բնակչությունը, ինձ թվում է հասկացեք, և մոտ ժամանակներս կտեսնեք, և հավաստի լուրեր գալով կտեսնեք, որ կսկսեն արդեն սրանց այդ տականքները կսկսեն հայերին տներ մտնել ավիրել, հայերի գործարաններ, ձեռքներից խլել և այլն, այն ինչը ես ասել եմ 16 թվականին, 18 թվականին, դրանից հետո այդ ամենը կատարվելու է և կատարվելու է սրանց ձեռքով, դրա համար զգուշացեք, հետո չասեք չի ասվել, Իրան, նույնը կատարվելու է նաև Իրանի հայերի նկատմամբ, քանի որ իրենք լավ էլ գիտեն, որ Իրանի հայերն են նաև այդտեղ մասնակցություն ունեցել և իրանական ռազմական տեխնիկայի և ընդհանրապես իրանական ծանր արդյունաբերության և գիտության մեջ և միևնույն ժամանակ այստեղից պետք է հայերը քշվեն, եթե մենք և ձեր բարեկամներին ասեք հարստությունները վաճառեն և որքան կարող են արագ հեռանան նաև այդտեղից, հայերը առաջին հերթին քշվեցին այստեղից, հետո հայերը քշվեցին այստեղից, Թուրքիան առաջին հարվածը տվեց Հալեպին, հետո մտավ ամբողջ Սիրիան ավերելու, հիմա Լիբանանի հերթն է, նույնը կատարվելու է նաև Իսրայելում Նիկոլի այն հայտարարությամբ, որ նրանք թիգում կանգնեցին Իրանին, և նույնը կատարվելու է Իրանում, միգուցե միայն չկատարվի Վրաստանում, և այդ ամենը կատարվելու է նաև Ռուսաստանում, եթե նայում եք այն քարտեզը, որտեղ մենք իրականում կայինք և կարող ենք լինել մեր շրջակա երկրներում, միգուցե նաև այստեղ, ապա կտեսնեք, որ մեզ վերացնում են ընդհանրապես, և կոկոլություն, այս կոկոլությունը, բրուտագործը հենց իրենք են մտածել, և սա ամենամեծ դեսպանատնից ամեն օր ստանում է հրահանգ, թե այդ օրը ինչ հիմարություն խոսի, և ոչ թե այդ հիմարությունը նա խոսում է, կամ սրանք, սա իրեն կյանքում թույլ չեր տա, որպեսզի աշխարհում ինչ-որ նաև խելացի, որոնք նաև կարող են ժամանակին նաև լավ պաշտոններ ունենալ, մարդիկ ասեին, որ վերջի լաշն է մնացել մեր թուրի ծայրին, սա նույնպես բրուտագործի ասածն է, սրանք նույնն են կրկնում, և նույնը սա, և այստեղ, երբ որ նայում ես կոկոլությունը, թե այսօր եկեղեցու կամ հարուստների նկատմամբ սրանք ինչեր են կատարում, ինչու չի սա վերանում, սա էլ կարող է անմիջապես կանչի իրեն մոտ և տեղում գնդակահարեն և այդ ոստիկաններ ԱԱԾ-ին ասեն, որ այդպես է հարմար գտել, այդպես են կարել, սա էլ կարող է կատարել, սա էլ կարող է կատարել, ինչու կարող են սրանք կատարել, որովհետև այն ամբողջ ազնագազմը և այսօրվա այդ երիտասարդ թուլեքը ջհուդական,
բոլորը սրանց աշակերտներ, սրանց ենթականերն են եղել ժամանակին եւ նույնը ոստիկաններ կոչվածները կամ ԱԱԾ-ականները ձեզ թվում է սրանք չեն կարող այդ ամենը կատարել եւ սրանց է ձեռք տալիս Նիկոլի արածները ոչ թե որ ասում են նա Թուրքիայի լրտես է կամ Ադրբեջանի լրտես է եթե Նիկոլը այդպիսին է ապա բոլորը տեք այդպիսին քանի որ այսօրվա Հայաստանում գտնվող 120,000 այդ գող ավազակների տերերը հենց դուք եք, որոնք կարող եք եղանակ փոխել Հայաստանում, իսկ ինչի չեք փոխում, քանի որ եթե եղանակ փոխեք, ձեզ էլ են փոխելու, ոչ թե ձեզ հայերն են փոխելու, այլ սրանք են փոխելու, եւ դուք սրանցից առանձին բոլորդ էլ ունեք հրահանգներ, դրա համար ամեն մեկը մի սուտ է հնարում եւ սրանց այդ հերոստակայաններ կամ սրանց լրատվամիջոցներ կամ այդ ամեն օր որ հաչում են կարծես արդեն հասել է գազանը որբիսի գլուխը պոկի դեռ նստած զրույց են անում թե միգուցե գազանը չի գալիս միգուցե չգա եւ այդ հերոստակայաններ կամ ձեզ հաղորդագրություն հայտնողները փափուկ բարձ են դնում ձեր գլխի տակ մեկն էլ գրել է բա դուք ասեցիք անցած տարի ես ասացի անցած տարի բրուտագործը նման բան է մտածել հետո նաև այդտեղ Մայքլն է խոսել նրա հետ Մայքլին ասել է այսպես ենք անելու ասցի Մայքլի հետ այսպես բան են պայմանավորվել թեպետ ես չեմ հավատում բայց դուրս եկա որ ինչ որ ժամանակով հետաձգել է ինչի համար, որովհետև կոմպլեքս ձևով է դա կատարում, ոչ միայն Հայաստանում, Ադրբեջանում կատարեց, Թուրքիայում կկատարի, Իրաքում կատարեց, Իրանում կկատարի, Սիրիայում կատարեց եւ մնացած երկրներում միաժամանակ կկատարի այդ ամենը, որովհետեւ նաեւ աշխարհին ինչ որ բանով կզբաղեցնի, ինչպես այս տականքներն են ասում Իսրայել Պաղեստինով աշխարհը զբաղված էր դրա համար Արցախի հարցով չհետաքրքրվեց կարծես Իսրայելն ու Պաղեստինի կռիվը դա մի մեծ ֆուր էր գնում էր իսկ Հայաստանը կողքին Արցախը մի փոքրիկ Զապարոժեց մեքենա էր եւ դրան մոռացան այդ ամենը կատարելու համար այս ամենը ինչ որ ներսից եւ դրսից ասում են եւ հետո հարց եք տվել նաեւ որ Եվրոպային հավատանք նահանգներին հավատանք թե Ռուսաստանին ովքեր եվրոպամետներ են Եվրոպայից ստանում են գումարներ եւ ձեր գլխի տակ փափուկ բարձ դնում Եվրոպան ճար ունենա իր գլխի ճարը կտեսնի քանի որ երկրորդ համաշխարհայինի հիշեք առաջին համաշխարհայինը Բրուտագործին պետք է նաև Եվրոպան սրբի դարձնի ամեն մի երկրում թողնի 20-30% բնակչություն այսօրվա ունեցած բնակչությունից դրա համար մուսուլմաններով լցրել է եւ կտեսնեք հետագայում ինչ տեղի կունենա այդ պիկի ժամանակ որոնք ասում են Ռուսաստանն մեծ Ռուսաստանը ինքը ամենածանր իրավիճակում է Ռուսաստանի ղեկավարը լինելով բրուցյան լրտես Գերմանիայի կողմից նա հլուհնազանդ պետք է կատարի այդ հրահանգները եւ հայերը այնտեղ շանս չունեն որևէ մի ձևով գոյատևելու կամ Հայաստանը որպեսի նրա տիրապետության տակ ասնի դա մի մեծ տարածություն է մի մեծ ցանկ է որը օգտագործում են բրուտագործները Իրանի կողմը Իրանը այսքանի օր արդեն ցույց տվեց որ եղունգ ունես գլուխդ քորի իսկ ում կողմնացնի Հայաստանը պետք է անցներ իր կողմը երբ որ աշխարհի ամենահզոր գիտատեխնիկական ինստիտուտները լաբորատորիաները եւ ամեն ինչ կար Հայաստանում կոմունիստներից հետո պետք էր արագ ձևով մտածել այն ինչ որ այսօր աշխարհում կատարվում է իսկ խելացի երեխաներին ոչնչացնելով դարձնելով առևտրական եւ այլն ոչնչացեցիք ազգի մեջ այն կորիզը
Եվ սրանց մասին է խոսքը։ Եվ այսօր մտածում է ազգը, թե կփրկվենք, այսպես փրկվենք, այնպես փրկվենք։ Մարդը ոչ թե պետք է մտածի փրկվելու մասին, այլ պետք է մտածի ինչպիսի հարված տամ հակառակորդին, որպեսզի այլևս ոտքի չկանգնի։ Եվ այս ամենը ես արդեն 90-ական թվականներից տեսնում էի, թե ինչ է կատարվելու Հայաստանում։ Երբ որ արդեն Քորշյանը բերեցին դրեցին, արդեն ամեն ինչ պարզ էր, թե ինչ է կատարվում, ինչ է կատարվելու։ Հետադարձ կապ, եթե դուք մտածում եք, որ սրանք անկախ են կամ կախված են Ռուսաստանից, սրանց մի մասն էլ կախված է բրուտագործներից, Նիկոլն էլ թուրքերից է կախված, Նիկոլին այստեղ չեմ դրել, դա իրականում այդպես չէ։ Սցենարը սա գրել է եւ ինքը լուռ է մնում։ Դե ասում են խաղացեք, շան տղեկ, ուզում էիք պաշտոն կամ փող, տալիս եմ դա, դե ուրեմն կատարեք, ես ամենը, ինչ ասում եմ։ Եթե նա ասի, որ շան պես պետք է հաչած, սա էլ կհաչա, այս բոլորն էլ կհաչան, բոլորն էլ կկատարեն նրա ցանկությունը։ Եվ մեկ կարծի, որ ինչ որ սա այսպես ասեց, նա այնպես ասեց, եթե ձեզ թվում է, այժմ խոսենք սրա մասին, օրենքներ։ Եվ եթե ձեզ թվում է, որ կա օրենք աշխարհում ոչ մի օրենք չկա։ Աշխարհում կան օրենքներ միայն մարդկանց, որքան հնարավոր է ծայրաստիճան աղքատության մեջ թողնել։ Մարդիկ նորից գտնում են հնարը, նորից նոր օրենքներ են մտածում բոլոր երկրների ազգային ժողովներում։ Ինչ է դա այդպես կատարում։ Եվ այժմ բրուտագործը մտածելով նաև դնելով շտուշնի ինտելեկտը, արհեստական ինտելեկտը, կգան նրան, որ այլևս պետք չի լինի օրենքներ փոխել եւ ոչ մի կառավարիչ պետք չի լինի եւ դրանից հետո կկատարի նրանց միջոցով աշխարհի հսկումը։ Բայց այսօր օրենքներին վերադառնանք։ Չէ՞ որ այս բոլոր տականքները եւ Ռուսաստանում, եւ արտասահմանում, եւ տարբեր տեղեր ունեն միլիարդներ կուտակած։ Ինչ է լինելու դրա հետ։ Երբ որ ազգը վերանում է, այդ ժամանակ բոլորը դառնում են արդեն գազաններ։ Եթե սրանք Կոլումբիայում ունեն, Կոլումբիայից է անետանալու այդ ամենը, եւ ում են գնալու սրանք բողոքին։ 33 տարուց ավելի 35 տարի այս տականքը ծառայում է եւ ջհուդներին, եւ թուրքերին, եւ ռուսներին, եւ բրուտագործներին։ Ինչ է կատարվելու սրա հետ։ Սրա հետ կատարվելու է նա, որ նրանցից որևէ մեկը սրան ընտանյոք հանդերձ վերացնելու է։ Նույնը սրա հետ։ Եվ նրանք գիտեն սրանց գրպանի ունեցած գումարները։ Ինչ կատարվեց սրանց հետ, նույնը կատարվելու է այս բոլորի հետ։ Եվ եթե ձեզ թվում է, որ սա թուրքերի հետ առևտուր է անում եւ լավ ապագա է ունենալու, չէ, առաջի հերթին Հայաստան մտնելուց սրան են վերացնելու, հետագայում էս մնացածին։ Նրանք բոլորն էլ լավ գիտեն, այդ հազարանոց դեսպանատունը, որը գտնվում է Հայաստանում, բոլորն էլ լավ գիտեն, որ սրանք ինչ կարգի սրիկաներ են։ Եվ միգուցե նաև ազգը վերանալուց հետո, քանի որ այլևս պահանջատեր չկա, բրուտագործը դառնա կամ Ֆրանսիային առաջարկի դառնա պահանջատեր, եւ այս բոլոր սրիկաներին, որոնք ոչ թե թուրքերն են պատճառը, կամ բրուտագործը, որ այդպիսի սցենար է գրել, կամ ինչ որ մեկը, հենց սրանք են դառնալու օրենքով Հայաստանը վերացնող այն տականքները։ Ինչի համար Թայլանդ եւ այլն հայերը սպանեն։ Բրուտագործը կբռնի սրանց եւ այդ 1-2 միլիոն հայել, որ կմնան աշխարհի երեսին, կասեն ապրի բրուտագործը, տեսար այս սրիկաներին բռնեց եւ օրենքով բոլորը միջազգային դատարանով դատվեցին եւ մի մասին կախարան, մի մասին ցմա բանտարկություն է տրվել։
Սա է կատարվելու ձեզ հետ։ Եթե մի մարդ չի սիրում իր տեսակին, ապա այլ տեսակները վերացնում են այդ տեսակին։ Իսկ եթե սրանք այլ տեսակի են, միևնույն է, այն այլ տեսակը, որը ուղարկել է սրանց մեր տեսակի մեջ, նորից վերացնելու է, ասելով դու գնացիր, եթե այդ տեսակը քեզ ընդունել է որպես բարեկամ, քաղցր վարվել քեզ հետ, իսկ դու նրան դավաճանել ես, նույնն էլ դու կկատարես նաև մեզ հետ։ Այնպես որ օրենքով ամեն ինչ Հայաստանում, երբ որ նախորդ ֆիլմերում ասում էի լրիվիտ է աղքատեցնելու, գցեն աղբանոց եւ նույնը կատարվելու է սրանց բոլորի հետ։ Եթե այս տականքը մտածում է, որ իր լակոտի հետ բան չի կատարվելու, ապա այլ լակոտի հետ առաջին հերթինն է կատարվելու եւ իր լակոտը տալու է այն 30,000 հայերի անունը, որոնք անլեգալ գտնվում են նահանգներում, բոլորին վռնդելու են Մեքսիկ եւ այլն, այնտեղ էլ կվերանան, իսկ իր լակոտին արդեն կբռնե եւ կդատեն։ Այս ամենը արդեն 10 տարի առաջ, սրանից առաջ լրիվ բոլորը կազմված եւ բոլորի մասին ավելի շատ նրանք գիտեն, քան իրենք գիտեն հենց իրենց մասին։ Երբ որ Նիկոլը ասում է, միտեղ Նիկոլը բարիություն է անում, ասում է, որ մեզ վերացնում են եւ ինչ ձևով են վերացնում են նաեւ եկեղեցին։ Եվ այս տականքի ինչին էր պետք է, եթե այդ Հայաստանի Էջմիածնի զարդերի վրայից 1 ռուբին էլ վաճառեր, իրեն հերիք էր ամբողջ կյանքում 10 կառատանոց ռուբին վաճառելուց հետո, ամբողջը վաճառեցին, եւ այսօր Նիկոլը սխալ չի ասում, ինքը տականք է, բայց ասում է, որ միայն ես չեմ տականք, միայն ես չունեմ կողմնակի ընտանիք, դու էլ ունես, դուք բոլորդ էլ սրիկա եք ինձ նման։ Սա ինչ է ասում նաև Նիկոլը, որպիսի աշխարհը հասկանա, որ այս ազգի ամբողջ ղեկավարությունը ծայրից ծայր սա եղել է տականք, ոչ թե պատճառը նա է, որ բրուտագործն է ուզում մեզ վերացնի, այլ հենց այս տականքների պատճառով հայ ազգը վերացավ, բրուտագործը ինչ անի, տեսակ բրուտագործն էլ ինչքան լավ է, վերջում բոլորին տարավ եւ միջազգային դատարանի առաջ կանգնացրեց։ Արարիչ ազգը դարձավ հեթանոսություն, սա ամենագրեյ արտահայտություն է, որը բրուտագործները մեր մասին մտածել են։ Հայ ազգը երբեք չի եղել հեթանոս, հայ ազգը եղել է արարչագործ եւ հայ ազգը հետագայում ստիպողաբար դարձել է քրիստոնյա։ Նույն խալթի, նույն վաղարշապատի, նույն բոլոր հին հայկական ուսումնական կենտրոնների վրա կառուցվել է քրիստոնեական եկեղեցիներ։ Եվ հայ ազգը նաև մեծ ատելություն ուներ խալթի եւ հայ իրական այդ գիտական կենտրոնների նկատմամբ։ Ինչի համար, որովհետև իրենք տգետ էին եւ իրենք սիրում էին վաճառվել։ Իրենք սիրում էին ճոխություն, ինչպես այսօր խալաձենիկը լիքը լինի, խորովածը լինի, միջալյոց իմ ֆիլմերում եւ ընդհանրապես ես ոչ քյաբաբի միս եմ խոստանում, ոչ էլ խոստանում եմ, որ լավ կլինի, լավ չի լինի։ Եվ ձեր լավ չլինելը նաև այսօր կախված է սրանից։ Եթե իրոք, երբ որ ես կպչում էի կրոնին, ասելով, որ դա սուտ է, մի մասը գրում էին, ձեր ֆիլմերը սիրում ենք, բայց մեկ կպի կրոնին։ Չեմ կպչում կրոնին, բայց դուք ինչի չեք պաշտպանում ձեր կրոնը։ Ինչի չեք կանգնած կրոնի կողքին։ Նիկոլը ոչ թե պատժում է վարդապետին, այլ Նիկոլը պատժում է ձեզ, որ դուք քրիստոնյա եք, եւ դա կեղտոտություն է, պետք է դառնաք մուսուլման, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ինչպես նաեւ հայկական տառերը չեն ձեզ պետք, ոչ գիտություն է պետք, ոչ իմ բան,
Եվ այդպիսով գնում եք ադրբեջանացում, թուրքացում, որը բոլորիդ էլ ցանկալ է, բայց իրականում բրուտագործը այսօր ավելի է վախեցած, քան նրա նախնիներն էին վախեցած հայերից։ Եթե այդքան վախեցած չլիներ բրուտագործը հայերից, ապա այս սարսափելի ձևով չէր վերացնի։ Սցենարը միշտ ինքը գրում է, եւ այս տականքը ինչ է խոսում, հետագայում սա ինչ է ասում, այս բոլորը ըստ սցենարի գրված նրանք հաչում են այդ ամենը։ Կամ սա ինչ ասեց, կամ սա ինչ ասեց, եւ այստեղ ամենակարևոր մոմենտը այս երկու երկրների կապը։ Երբ որ ասում են մրցակցում են այս երկրները, սա հիմարություն է, սա նաև խաբեություն է ամբողջ աշխարհին, ինչի համար, որովհետև Եվրոպայի, Եվրոմիության եւ ամբողջ բրուտագործների այդ բոլոր երկրների արտադրությունները փոխադրվել են Չինաստան։ Եթե սա իր արտադրանքը փոխադրել է Չինաստան եւ սրա տերերը, բրուտագործները բոլորը ուղարկել են Չինաստան, ապա այստեղ հարցը որն է, որ մրցակցություն է գնում նրանց մեջ։ Ինչպես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրիայի թագավորին սպանեցին, իբր պատճառը դարձավ դա, կամ հետագայում Հիտլերը դարձավ եւ փորձեց վրեժ լուծել առաջին համաշխարհայինի համար։ Նույնն էլ այս երրորդ համաշխարհային պատերազմը, որը կատարելու են, պիկը, որը կտևի մի քանի տարի, մինչև բնակչությունը բրուտագործը չասի ստոպ, այս խեղկատակությանը արդեն մահացել է այսքան, երկրից էլ շան հոտ է գալիս, բերեք թաղենք, նորից մի 10 տարի հետո կսկսենք մեկ այլ պատերազմ։ Այսպես 3000 տարուց ավել այս կեղտոտությունը գնում է եւ գնալու է։ Եվ ձեզ չթվա, որ այսօր եթե հակառակորդներ են դրել իբր Չինաստանն ու նահանգները, նրանք իրականում հակառակորդներ են։ Եթե բրուտագործները իրենց բոլոր գործարանները անում են Չինաստանից, Չինաստանը փուչիկի նման փսալով վերջանում։ Վերցնենք օրինակի համար Գերմանիա։ Եթե ձեզ թվում է Գերմանիան երկրորդ, երրորդ երկիրն է յոթնյակի մեջ, ապա ոչ։ Գերմանիան հիմնականում ինչ-որ արտադրում է, խոսենք միայն մեքենաների մասին։ Այդ մեքենաները ցանկացած կլաս, դուք տեսնում եք, որ եւ գերմանական, եւ ճապոնական, եւ ամերիկյան բոլոր մեքենաները իրար նման են համարյա տվյալ թվականի։ Դրանք բոլորը բրուտագործի մեքենաներն են։ Մի մասը տալիս է սա կատարեն, մի մասը սա, մի մասը սա։ Օրինակ Սերժիկը ինչպես տալիս էր 50-50 սաշիկես փողերն էր հավաքում, Շարմազանովը պետք է առավոտից իրիկուն խոսար, հիմարություններ, մյուսը այսպես աներ, Սարոյանը մի ախմախություն խոսեր, այնտեղ էլ մանվելը ինչ-որ մի բան, ու այդպես շարունակ, նույնն էլ բրուտագործն է այս ամենը կատարում։ Եթե փոքր մասշտաբի դուք գիտեք այդ ամենը, ապա բրուտագործը նոր հեծանիվ չի արտադրել։ Նույն հիմարությունները ինչ-որ 100 տարի առաջ, 1000 տարի առաջ է կատարել, նույն հիմար ձևով այսօր կատարում է, եւ ինչեմ նաեւ այս խեղկատակին դրել։ Ձեզ ինչ է տևում։ Պետությունը, սա ասել եմ, նորից կրկնեմ, որպեսզի այս ֆիլմը միգուցե առաջի անգամ են նայում, հասկանան։ Պետությունը, որը ունի ՆԱՍԱ, որը ունի հզոր, աշխարհի ամենահզոր ռազմատեխնիկական արտադրությունը եւ կոսմիկական արտադրությունը, ինչ որ մեկին թույլ է տալիս զուգահեռ ձևով տեզերք թռցնել, ինչ որ նաեւ տարածություն տալիս, որպեսզի նա տեզերքում ունենա իր հետազոտությունները կամ եւ այլն, սա միայն հիմարը կարող է մտածել։ Այսինքն բրուտագործը ձեզ այնպես է շեղում, որ չեք էլ հասկանում ինչ է կատարում։
Եվ ամենակարևորը մեր շատ սիրելի եւ հայ ազգին լավ ծառայած անազգանունը չգիտեմ այդ լավ մարդ բժշկի կոտրացաբանություններ, այդ ոսկորներ եւ այլն այդ գծով ասաց, որ հրյան իրեն ասել է մի քանի անգամ նա կրկնել է դա տարբեր հեռուստաալիքներով, տարբեր ինտերնետում եւ այլն։ Հրյան իրեն ասել է, որ 30 տարի հետո ձեր երկիրը չի լինի։ Դա լավ հրյա է եղել, որը ասել է այդ մասին։ Նույնը Հայաստանում ռմբակոծեցին Լեդի Գագային, եւ Լեդի Գագան սրանից մի քանի տարի առաջ ցույց տվեց, որ Հայաստանը չի լինելու, դրա համար Հայաստանի դրոշը երկելի ճոճում էր, եւ դուք չհասկացաք, որ ձեր վերջն է գալիս, միգուցե հավաքվեք, միգուցե մի խելքի, մի մտքի գաք, միգուցե թողնեք ամեն ինչ եւ պաշտպանեք երկիրը։ Հենց սա է։ Եվ ինչպես առաջին համաշխարհայինից հետո Ռուսաստանում նույնպես հայերին կոտորեցին եւ Եվրոպայում եւ հարստությունները վերցրեցին, բայց հայ ազգի խելացի մի մասը նորից ոտքի կանգնեց, նույնը այսօր եւ Ռուսաստանում եւ Եվրոպայում եւ նահանգներում բոլոր տեղերում նորից հայերի որս է կատարվելու։ Եվ սա որսի սկիզբն է, եւ Նիկոլը ինչ որ ձևով նաեւ բրուտագործի պարս հասարակ ծրագրերն է տալիս, որ ձեզ ինչ է սպասում, ասելով լավ եմ անում, պետք է անեմ։ Եթե նա վստահ չլինի, նա այդպես բան չի ասի։ Եվ միգուցե Նիկոլը ավելի ազնիվ է գտնվում ասելով, որ ձեզ վերացնում են, ինձ էլ դրել են, որպեսզի փափուկ ձևով դա կատարում եմ, քան այս տականքները, որոնք կային ինձնից առաջ։ Եվ նրանք ձեզ խաբել են, ես էլ եմ ձեզ խաբում, բայց ես ձեզնով հարստանում եւ ձեզ նույնպես տանում եմ սպանդարան։ Նրանք չէին ասում, որ ձեզ տանում էին սպանդարան, ասում էին կեցցե հայ ազգը, բայց ես ճշմարտությունն եմ ասում եւ ձեզ տանում եմ սպանդարան։ Էս է ամենը։ Մեկ խափի ազգին տականքներ։ Դա բոլորին է վերաբերում։ Եվ նաեւ քեզ, Նիկոլ, ավելի լավ է գլխիցդ քեզ խփես, քան այդ հիմարությունները թույլ տաս։ Եվ այդ քո ընտանիքի 5-10 անդամը դա նշանակություն չունի, այսօր թե վաղը մահանալու եք։ Ավելի լավ է պարզ ասես քեզ, սրանք ինչ հրահանգ են տվել, սրանք ինչ հրահանգ են տվել, եւ դա է պատճառը, որ այսօր Հայաստանը այդ իրավիճակում է, քան դու էլ սողունի նման ապրես, 1 տարի հետո այսպես թե այնպես քեզ նույնպես կնդակահարելու են, այսքանը։